Բարև բոլորին, այսօր կտեսնենք, թե ինչ կստանաք դուք, եթե գնեք 2014 թվականի արտադրված Mazda 6 2.5 լիտրանոց Skyactiv շարժիչով ավտոմեքենան։ Վարդագույն բարձրախոս։ Ձայնի առումով շարժիչը ոնց որ բլենդեր լինի։ Կարակ ամեն առավոտ գաք սենց կանգնեք ու սենց մարզանքներ անեք։ Կիսափռված կարակ նստեք ու բավականին կոմֆորտ է։ Ինչ կատարվում է դուրսը, սա լսվում է ներսը։ Ոնց որ սենց բուլքի ուտող պոնչիկ երեխու թշեր լինեն։ Արագության տակ ես հայլին հենց է թպրտում, ինձ թվում է սա կպոկվի կթռնի։ Մեքենան արտադրվել է որպես բիզնես սեդան, ինձ մոտ իր մաքսիմալ կոմպլեկտացիայով Grand Touring-ն է, այն իր մեջ պարունակում է առանց ֆանատիզմի անհրաժեշտ բոլոր օպցիաները, բացի հետևի նստատեղերի տաքացնելու հնարավորությունից, մեքենան ունի հետադարձի տեսախցիկ առանց 360 աստիճանի եւ պարկտրոնիկների։ Մենք ունենք 5 նստատեղ, շարժիչը ունի 4 մխոց, 184 ձիաուժ հզորությամբ, տանող անիվները առջևիններն են, 6 աստիճան ավտոմատ փոխանցման տուփ, 0-ից 100 կմ/ժ արագությանը մեքենան հասնում է 7.8 վայրկյանում։ Ճանապարհային բարձրությունը 16.5 սանտիմետր է, անվահեծերի չափը 19 դյույմ։ Մեքենայի երկարությունն է 4.87 սանտիմետր, ընդհանուր քաշը 1 տոննա 466 կիլոգրամ։ Բենզինի ծախսը երևանյան պայմաններում կազմում է 10-ից 12 լիտր, իսկ մայրուղում 6.5-ից 8 լիտր 100 կիլոմետրին։ Լինում է նաև 2 լիտրանոց 145-ից 165 ձիաուժ հզորությամբ շարժիչով եւ մեր աչքից հեռու 2.2 լիտրանոց դիզելով։ Մեքենայի բարձրությունը մեզ մոտ 15 սանտիմետր է, որոշ բորձուներին կարակ զգուշ գաք կանգնեք, բայց խորհուրդ չէի տա։ Անվահեծերը ստեղ մեզ մոտ բավականին մեծ են 19 դյույմ, բայց ինչա իրանք սև են ներկած, իրանք այդ մեծ լինելը տենց էֆեկտիվ չի նայվում։ Դրա համար ես սև գույն անվահեծերի վրա չեմ սիրում։ Ընդհանուր առմամբ 2011 թվից Mazda-ի դիզայնը սենց փոխվել է ու բավականին հաջող է ստացվել ու մինչև օրս հենց այս դիզայնն է պահպանվում։ Կանսերվի բանկի ձեն լինի։ Այս Mazda-ն հատուկ կոմպլեկտացիա ունի, ինքը կոչվում է Mazda սրտիկ։ Վերնախցիկը բացելուց դե պետք է զգույշ լինեք, որ հետադարձի տեսախցիկը չպոկե։ Իհարկե իմ համար մի քիչ անհասկանալի է այս կալխոզը, հա, թե ինչի համար է այս անում, այս ավտոյի դռները մի տեսակ հետս ընկերություն չեն անում։ Շեդևրները սենց են լինում, Մոնալիզայի պես փշրվում են։ Ստեղ էլ ինչ-որ բաներ կա, արդեն իրարից սպոկվում է, հան ու ռեզին, պլաստմասա, մետաղը բավականին նորմալ է պահպանվել, էլի չի ուզում ինձ ներս թողի։ Այս մեքենան 19 դյույմով Երևանի փողոցներին ուղղակի տանջվում է։ Այնպես դդխկալով անգնում փոսերը, ինձ թվում է 18-ից բարձր չարժի դնել, նույնիսկ նայեք։ Զգում եք ինձ ձեն է գալիս։ Տեսադաշտը նորմալ է, ստոյկաները առանձնապես չեն խանգարում, ապակին էլ ընդեղ թույլ է տալիս, որ ամբողջությամբ տեսնեք հետևի ինչա կատարվում, բայց այս կողքի հայլիները իմ համար փոքր է, հատկապես վարորդին է, այս ձախինը, տեսադաշտը չի հերիքում ու այստեղ ճիշտ է օպցիա պետք է լիներ, որպեսզի ցույց տար անտեսանելի գոտիները, բայց այս հայլին իր օրիգինալը չի, այստեղ նույնիսկ գրում է, որ միացված չի անտեսանելի գոտիների ցույց տալու համար։ Էրգոնոմիկայի ու հարմարավետության առումով ամեն ինչ այդտեղ հարմար է, քշելու ընթացքում ամեն ինչ ձեր ձեռի տակ է, միակ բանը ձենը հարմար է լինելու ղեկից բարձրացնել իջացնել, որտեղ եթե դուք սենց ուզենաք կպնեք, ձեր ձեռը հնարավոր է չհասնի, սենց շատ պետք է ձգվեք, որտեղ տեսեք, այդտեղ նորմալ չի լինում։ Հետևի նստատեղերը մեզ մոտ բավականին հարմար են, հա, սենց հետևի մասը լավ թեք պարկած է ու դուք սենց կիսափռված կարակ նստեք ու բավականին կոմֆորտ է ու ինքը լրիվ համապատասխանում է իր բիզնես ստատուսին։ Օ, նույնիսկ ստեղ ունենք անձրևանոց, ստեղ ուղակի փչելու ուղղությունները կարակ կարգավորեք, ոչ մի ուրիշ հետաքրքիր բան չկա։ Երրորդ հոգին ստեղ նույնպես հանգիստ կարա նստի, նստատեղը փափուկ է, ստեղ հետևում ունենք սենց լույսեր միացնել անջատելու տեղ, բայց սենց ինչ-որ տանիքը սենց երևի սենց օպցիա է, հա, կոչվում է լողացող տանիք, սենց չգիտեմ, այս խիա սենց շարժվում, երևի ձևն է տենց։ Այն ինչին մենք սովորենք սենց երկար գրպան, ստեղ չկա, սենց մի հատ խորը անց կա ու փակ ժամանակ սենց շատ անհարմար է, նույնիսկ ես հիմա չեմ կարում ձեռով այնտեղ ինչ-որ մի բան վերցնեմ, ղեկը խանգարում է, ես չգիտեմ ոնց է պետք ստեղ մտնել, տեղ ընդամենը կարակ տեղադրեք սենց մի հատ մեծ շիշ կամ փոքր ու վերջ։ Նստարանները մեզ մոտ ունեն սպորտային պրոֆիլ, հա, սենց նորմալ կարողանում են գրկեն ձեր մեջքը։ Իհարկե քշելու ընթացքում այս ուսի մասերը ու մոտ լայնը սենց սխմում են ու կարա մի քիչ անհանգստացնի։ Պահոցներից սենց մի հատ փակվող դարակ ունենք, այս շատ հարմար է, սենց մանր-մունր
Oh, վարդագույն բարձրախոս։ Էս էլ իրա վարդագույն կոնեկտորը։ Ստեղ նույնպես երկու շիշ կարակ դնեք, տենց շատ չի բռնում, բայց այս փակվող պահը շատ հարմար է։ Ձեր սմարթֆոնը դնելու համար ստեղ sense մի հատ տեղ ունեք, տենց շատ խորը չի, բայց հերիքում է, այս երևի բռնելու համար է, հա, ստեղ հատուկ տեղադրած։ Ну, չգիտեմ, ես ինչքանով կպահի իմ հեռախոսը, ու ոնց որ թե չի պահում։ Ստե ինչ որ անհասկանալի ծական, այս տպավորությունն ոնց որ լանկարտի տեղ է, ինտերնետի բան կարակ միացնեք։ Ձայնի առումով շարժիչը ոնց որ բլենդեր լինի, տենց ինչ որ տպավորիչ ձայն չի հանում, բայց մեքենային լավ բրդումա տանում առաջ, ինձ թվում է մայրուղում եւ քաղաքում լրիվ հերիք կլինի իրան։ Միջին արագությունների ժամանակ ստեղ ինչ որ քամու ձայներ է լսվում։ Մեզ մոտ սպորտ ռեժիմ չկա, բայց կա մանուալ փոխանցման տուփի հնարավորություն, դա լավ է։ Այս ամեն ինչի մեջ իմ համար միակ անհամապատասխան բանը այս ռուչնոյ տորմուզ ասվածն է, հա, այս ոնց որ չի բռնում այս ամեն ինչի հետ, այս անցած դարից է։ Այսինքն եթե այդտեղ կարելի է դնել sense հարմար կառավարման վահանակ, այսպես ասած, հա, BMW-ներից է ոգեշնչված երևի այս ձևը, ինքը նորմալ sense աշխատում է։ Աջ, ձախ, վերև, ներքև, դիմացի նստատեղերը 3 աստիճանով կարող եք տաքացնել։ Ուրիշ հետաքրքիր բան, ստեղ մենք չունենք, հո, ասենց դանդաղ լիֆտով իջնում է մեր պահոցը, իրա չափը շատ մեծ չի, A4 թուղթը որ դնենք սենց չի փակվի, պետք է սենց ծալած դնենք։ Ու այնտեղ խորքը կարակ ձեր հեռախոսի լիցքավորման համար սենց բան միացնեք։ Նաև ինձ թվում է ստեղից կարելի է միացնել, հա, ստեղ կա USB-ի տեղ, հա, շատ լավ է։ Մի հատ կրակայրիչի տեղ, որ էլի կարակ ինչ որ բան միացնեք, ունենք ստեղ դանակ ու սենց մի հատ ես վախենում եմ սրան սխմեմ, չգիտեմ մեջից ինչ կարա պզա դեմքիս, հա, գործ չունենք։ Ու ես էլ ասեմ, խեմ ժարիտ լինում, միացած եմ թողել սա։ Պատլակոտնի կլինի առաջ շարժել, որ սենց ձեռը հենեք ու ղեկը բռնեք։ Հետևի դռների ֆիքսատորները շատ վատն են, իրանք չեն ֆիքսում, հա, սենց թողում եք էլի հետ է գալիս։ Ու ստեղ տարիքի հետ կապված ռեզիններն է սենց քրքրվում, մնացածը նորմալ է։ Եթե դուք ունեք հիբրիդային երեխաներ, հա, նավի ու երեխայի խառնորդ, տեսեք ստեղ նկարած է, որ կարակ խարիսխ գցեք, հա, 3 տեղ ունի ստեղ, հա, 3 տեղն էլ սենց խարիսխ է նկարած, սենց լուծում առաջ անգամ եմ տեսնում։ Հա, ստեղ նաև տեսնում ենք կա 2 հատ դինամիկ լրացուցիչ։ Ընդհանուր առմամբ սրա իր տարիքի համապատասխան նորմալ պահպանվել է, ճիշտ է, մենք է բաց գույնի նստարանների վրա տեսնում ենք արդեն սենց ճաքեր, բայց ճղված քանդված տենց տեղեր չկա ու ոնց հասկանում եմ հենց էս իր օրիգինալ կաշին է, այսինքն չի փոխվել աստեղ մենակ ղեկը, որտեղ երբ որ ձեռ եմ տալիս, զգում եմ, որ սենց շատ փափուկ է սպունգի նման, հաստատ էս իր օրիգինալը չի, հա, բայց ես չեմ հասկանում, խեմ նստե հետևը ու խոսում դիմացինից։ Եթե բացենք մեր Mazda սրտիկի բեռնախցիկը, ստեղ կարակ սենց երկու հատ հետաքրքիր բան տենանք, հա, ու լոգիկայով էս պետքա քաշեք ու պարկեն հետևի նստատեղերը, բայց չեն պարկում, դրա համար ձեզ սենց երկար բան է պետք, պոլիփ հետ կամ անձրևանց, որպեսզի մի ձեռով էսի քաշեք, մյուս ձեռով էլ այ այսպես բրթեք ու գցեք ներս։ Բեռնախցիկի հատակը սենց բացում է եւ ստեղ կարող ենք տեսնել պահեստային ակը իր մանր մուներ գործիքներով։ Մեկ էլ էսա ինչ որ չխկլիկ լուծում, հա, ու այս լուծումը բեռնախցիկից տարածքա վերցրել, ինչ ասես։ Լավ կլիներ ստեղ դրած լիներ սենց սովորական ամորտիզատորներ ու այս տարածքը սենց չվեկալեր բեռնախցիկը։ Ինձ թվում է ստեղ 3 մեծ ճամպրուկ հնարավոր է տեղադրել, սենց 1, 2, իսկ երրորդը դնել այս սենց ու մնում է տեսնենք էսի սենց կփակվի թե չէ։ Հու, փակվեց։ Վայ։ Չի պահում։ Պետք է միջև վեր սենց հետ տանեք։ Կանգնի։ Ճիշտ է, այստեղ շատ խորն է քարսիթի բռնելու տեղերը, բայց ինչև է նրանք կան։ Եվ ունեցանք պստիկի համար բիզնես հարմարավետություններ։ Եվ մնաց ամենաբարդ տեստը, կարանք ստեղ քնենք, եթե մնացել ենք դուրսը։ Ինձ թվում է նույնիսկ երկրորդն ստեղ կարա հանգիստ պարկի քնի։ Հələ։ Անտիր։ Միջև 1.80 1.85, նույնիսկ 1.90 հասակ ունեցող մարդ հանգիստ ստեղ կարա պարկի քնի։ Նաև գիշերը կարակ օգտվեք այս ճռճռացող, խաղացող տանիքից, բայց ստեղ մեջ ինչ որ կենթանի է մահացել։ Ճիշտ է, հելնելը սենց մի քիչ պետքա գիմնաստիկայով զբաղվեք։ Բայց որակի առումով ասեմ ձեզ, որ ստեղ բավականին փափուկ պլաստմասա է, սենց հաճելի է ու տենց ձեներ չի էլ հանում։ Չէ, հանում է։ Ու տեսեք ոնց է շարժվում։ Բայց այդեն շատ աղմուկ չի հանում։ Ու նորմալ է։ Հա, ստեղ է մի քիչ լղլղկում։ Ստեղ կարակ ձեր
ակնոցները պահեք, տեսեք հատուկ նախատեսված sense տեղ ունի։ Դրան վրա այս ձեռը դնելու կաշիները, չգիտեմ, խեն sense լողացող արել, հա, ոնց որ sense բուլկի ուտող պոնչիկ երեխու թշեր լինեն, բայց ստեղ sense մի տեսակ չոր է, ստեղ ավելի փափուկ է, չգիտեմ, կարող է այս կողմը ուրիշ ձև է, չէ, այս կողմն էլ է նույն ձև, կախված օպցիաներից ստեղ կարա ձեր մոտ ինչ որ դարակ լինի։ Վայ, այստեղ փոխանցման տուփի թերթիկներ էլ ունենք, այնց պուճուր են, որ sense պահկվել են, չէի տեսնում իրանց։ Դե շատ հարմար կլինի հենց մանուալով քշելու համար։ Ինչ կատարվում է դուրսը, սա լսվում է ներսը։ Ցեխի վրայով է քշում, ջրերի վրայով է քշում, քարի վրայով է քշում։ Որպես բիզնես սեդան այդքան էլ լավը չի իր անվադողերի ձայնամեկուսացումը։ Ձեները։ Բայց ասեմ, որակային ահագին լավ է պահպանվել։ 230,000 քշած մեքենան փոխանցման տուփը ոչ մի խնդիր չունի, ոչ մի տխկոց։ Մեքենան բարձր արագությունների ժամանակ իրան համեմատաբար ստաբիլ է պահում։ Արագության տակ էս հայլին հենց է թփրտում, ինձ թվում է սա կփոկվի, կթռնի, հələ տեսեք, սա դղրդում ասախ։ Մեքենայի կայունությունը շրջադարձերին նորմալ է, բայց հաշվի առնելով, որ ստեղ 19 ձույմ անվահեց է դրած, ես մի քիչ ավելին էի սպասում։ Ինձ ավելի շատ անհանգստացնում, որ ինչ-որ այսենց լող կա իր մեջ բարձր արագությունների ժամանակ։ Չնայած Հայաստանի պայմաններում, եթե քշենք թույլատրելի սահմանում, ամեն ինչ նորմալ է։ Հիմա ես գնում եմ 90-95 ու ոչ մի խնդիր, հա, հանգիստ կարելի է քշել, մեքենան ստաբիլ է, կայուն է, ձայնամեկուսացումն էլ նորմալ է այս արագությունների դեպքում, այս հայելու սիրտն էլ այդքան չի խառնում։ Օրինակ գերմանական մեքենաները բարձր արագության տակ ղեկը ավելի է սրվում, հա, ստեղ նենց չի, որ ինքը ուշացումով ամեն ինչ անում է, մի թեթև թեքում եմ, ես զգում եմ, ռեակցիա տալիս է, բայց ընդհանուր առմամբ այդ ձգությունը չեմ տեսնում։ Ինքը ավելի շատ սենց դեպի կոմֆորտ է, հա, իրան պահում, քան սպորտ։ Ես օրինակ զարմանում եմ, ինչի համար է պետք առանձին դնել միացնելու անջատելու կոճակները։ Ինձ հանդիպած բոլոր նորմալ մեքենաների մեջ այս ամեն ինչը մի կոճակով է։ Մի հատ սխմում ես միանում է, մի հատ սխմում ես նույն բանը անջատում է, չէ՞, այստեղ այս ամեն մեկը առանձին է դրած, առանձին անջատելը, առանձին միացնելը։ Եթե դուք բողոքում եք ժամանակակից մեքենաներից, որ ամեն ինչ սաղ մի կոճակի վրա է դրած, այստեղ դուք այդ խնդիրը չեք ունենա։ Նույնիսկ այստեղ, եթե մենք ունենք օդի շրջանառման ուղղությունները փոխել, այստեղ այդ ամեն մեկ էլի առանձին կոճակներով արած, տեսեք, էլի ինձ հանդիպած մեքենաների մեջ մի հատ սխմում ես անջատում, մի հատ սխմում ես միանում, չէ, այստեղ մի հատ առանձին սխմում ես անջատվում, որ դրսից է վերցնում, մի հատ առանձին սխմում ես ու գալիս է ներսից։ Շարժիչի արագություն, տախոմետր, այս ամեն ինչն էլ նորմալ ստեղ ձևավորած է, նույնիսկ ստեղ ունենք մի հատ էկրան, որը կարող ենք տարբեր բաներ դնենք մեզ համար կարևոր որ ցույց տա։ Նաև հիմա շատ տարօրինակ է, որ ուզում ես դուռը բացես ու չի բացվում, մեքենան հանգցրած ամբողջությամբ չի թողում ես դուրս գամ։ Անհասկանալի է այս աշխատում դուռը։ Տեսնենք ինչա կատարվում իր շարժիչի մոտ։ Ոյ, շիշ ծանր է։ Այս այնքան ծանր է, ուստեղ չունի իրան օգնող բարձրացնող այն ամորտիզատորներից, տենց որ կարաք ամեն առավոտ գաք սենց կանգնեք ու սենց մարզանքներ անեք, հա, պարապաստեք ձեր ուսի մկանները, սենց 1, 2, 3, 4 ու ես էլ սենց ինչ-որ բիզնես սեդան որպես գրդոն արած։ Ինչ վերաբերվում է, թե ինչա պետք իմանալ այս շարժիչից, այդտեղ մեզ մոտ դրած է Mazda 2.5 լիտրանոց Sky Active շարժիչը, Sky Active-ի հետ կապված այդտեղ մի բան է պետք իմանալ, որ compression ratio-ն այդտեղ շատ բարձր է, եթե ուզում եք այս մեքենան գնա համապատասխան իր 185 դիաուժին, պետք է լցնել այդտեղ միայն սուպեր, բայց պրեմիումով ասեմ ձեզ, որ մեքենան նորմալ աշխատում է, այս շարժիչը արդեն աշխատել է 230,000 ու հեչ վեջը չի, շատերին սկզբից թվում էր, թե ուշքը գնալու է, մեռնելու է, բայց չէ, ինքը աշխատել է մեր երևանյան պայմաններում, մեջը չեմ կարծում միշտ լցվել է լավ բենզին, բայց ինքը նորմալ աշխատում է, իր առողջությունն էլ այդտեղ սենց թեթև յուղի բուրդ է բռնել, բայց ոչ մի ծորացող տեղեր չունի, ամեն ինչ այդտեղ շատ նորմալ է, այդտեղ կարևորը ժամանակին յուղը փոխեք ու հնարավորինս լցնեք նորմալ բենզին, որովհետև ցածր օկտանով բենզինով եթե իրան քշեք, սենց շարժիչը թպրտում է, դետոնացիա է մոտը, ինչը այդքան ցանկալի չի։ Բացի դրանից բենզինի ծախսն էլ է շատ անում, երբ որ վատ բենզինով եք գնում։ Չնայած Հայաստանում սուպեր այնքան թանկ է, որ գնի մեջ ոչ մի բան չեք շահում, ուղղակի 185 դիաուժ մենակ կստանաք, երբ որ լցնեք սուպեր
Սուպեր։ Նո, այս ինչ հետաքրքիր բան եմ ստեղ տեսնում։ Այս երևի նրա համար է դրած, որ ձայնա մեկուսացումը ուժեղ լինի, երևի ստեցած քամիներ են փչում։ Դրածա դրա համար, որ շատ այդ քամուձենը չգա։ Ուրիշ հետաքրքիր բան ստեղ գոյություն չունի։ Ինչևէ, եկեք հասկանանք իր լավ ու վատ կողմերը եւ թե ում համար այն նախատեսած։ Իր բացասական կողմերը։ Եթե մի կողմ դնենք իմ սուբյեկտիվ կարծիքը, որը ես մեծ սեդանը տեղով բացասական ու անիմաստ երևույթ եմ համարում, եւ նայեմ իրան օբյեկտիվ որպես բիզնես սեդան։ Կարող է տարօրինակ հնչի, բայց Mazda 6-ը համարյա չունի զգալի բացասական կողմեր։ Ես իրան կհամեմատեմ երկրորդական շուկայում իր գնային կատեգորիայի մեծ սեդանների հետ, որոնք են Nissan Altima, Kia Optima, Ford Fusion, Honda Accord եւ Hyundai Sonata-ն։ Եվ Mazda 6-ը համեմատած իրանց մի քիչ ավելի չոր է, զիջում է կոմֆորտով որոշներին, որովհետև ինքը ավելի ճարպիկ է ու սպորտային, քան իրանք։ Նաև ձայնա մեկուսացումն է մի քիչ ավելի թույլ, քան իրանցը։ Ու այսքանով իր բացասական կողմերը վերջանում են։ Եթե համեմատեմ առհասարակ իր դասի բիզնես սեդանների հետ, օրինակ 2014 թվականի Audi A6-ի, 5-րդ դասի BMW-ի, Mercedes E-Class-ի հետ, ապա այդ մեքենաները Mazda 6-ից զգալի լավն են շատ հարցերում։ Բայց գնային էլ համարյա 2 անգամ թանկ են համարժեք կոմպլեկտացիայով։ Դրա համար իմաստ չկա իրանց ֆոնին նշել Mazda 6-ի բացասական կողմերը։ Իդեպ իր անմիջական կոնկուրենտներից համարվում է Toyota Camry-ն, որոնք իրար մեջ տարբերվում են, որ Camry-ն մի քիչ ավելի կոմֆորտ է ու փափուկ, իսկ Mazda 6-ը ավելի սպորտային։ Բայց դեռ նույնպես Camry-ի գինը մի 30%-ով, եթե ոչ ավելի թանկ է, քան Mazda-ինը։ Մենակ կավելացնեմ, որ շատերի համար բացասական կողմ համարվում է, որ Mazda-ի վրա չի լինում դնել գազ, բայց դա իմ համար ավելի շատ առավելություն է, քան թերություն։ Դրական կողմերը։ Որպես երկրորդական շուկայի մեքենա ինքը ավելի հուսալի է, շարժիչ եւ փոխանցման տուփը չեն վախենում տարիքից եւ լուրջ խնդիրներ չեն ունենում, եթե իհարկե նախորդ տերը չի տանջել մեքենան։ Ոչ շատ մեծ բյուջետներով իրան կարելի է խելքի բերել ու շարունակել տարիներով շահագործել։ Իր հզորության համեմատ իր բենզինի ծախսը բավականին քիչ է։ 98 օկտան բենզինով մեքենան մայրուղում ծախսում է 6 լիտր, իսկ քաղաքում 9 լիտր։ Ինքը նաեւ ամենագեղեցիկն է իր գնային կոնկուրենտների միջից։ Եվ ընդհանրապես մեքենան համարվել է ամենագեղեցիկ մոդելը, եթե չեմ սխալվում 14 կամ 15 թվականին։ Կարելի է այն վերցնել որպես առաջին մեքենա։ Այո, եթե իհարկե իր երկարությունը ձեզ չի խանգարում։ Ում համար ավելի նպատակահարմար կլինի այս մեքենայի շահագործումը։ Mazda 6-ը կհամապատասխանի այն վարորդներին, որոնք սիրում են սեդան, կամ այդքան էլ չեն սիրում, բայց ուզում են անշար ու քիչ պրոբլեմատիկ մեքենա գնեն ցածր բյուջետների մեջ, ու որ գեշ չլինի մեքենան եւ ունենա լիքը օպցիաներ։ Կհամապատասխանի այն վարորդներին, ովքեր քշում են հիմնականում ասֆալտի վրա եւ ուզում են, որ իրենց ուղևորները լինեն կոմֆորտի մեջ։ Մեքենան չի համապատասխանի վատ ճանապարհներով երթևեկողներին, օֆրոդի մեջ ինքը տեղ չունի, իր բեռնախցիկում ծավալային իրեր դնելը խնդիր է, հեծանիվ, մեծ արկղեր, սեդանները ընդհանրապես պրակտիկությամբ զիջում են հեջբեքներին, քրոսօվերներին, SUV-ներին, ու ընդհանուր ստատիստիկայով սեդանների պահանջարկը բավականին ցածր է աշխարհով մեկ։ Մեքենան գնելիս ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Ամեն ինչի։ Պետք է մեքենան գնելուց առաջ մանրամասը ստուգել բոլոր հանգույցները։ Ստուգել թափքի ամբողջական վիճակը, ոնց է խփվել, ոնց է վերանորոգվել եւ հաշվի առնել իր վրա պահանջվող ծախսերը։ Իր պահեստամասերի գները մատչելի են, բայց մեքենան 10 տարեկան է ու կարա պահանջի ներդրումներ։ Հնարավոր է փոխելու կարիք լինի ընթացքային մասի մանր-մունր դետալներ, մեծ վազքի դեպքում պահանջվում է շարժիչի ֆարսունկաները լվանալ, ինչևէ մեքենան վերջի կոպեկներով գնել պետք չի, ինչքան էլ որ այն ամուր է եւ հուսալի։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչքան միավոր կհավաքի Mazda 6-ը իմ աղյուսակով։ Այստեղ մեզ մոտ համարյա ամեն ինչը միջին է, ապահովության առումով ապահով, արագացումը 8 վայրկյան միջին, արգելակումը նորմալ, ստաբիլությունը նորմալ, փափկությունը 4, սրահի ընդարձակությունը ընդարձակ, միջին ծախսը 9 լիտր, սպասարկումը նորմալ, անցունակությունն էլ գրունտ։ Եվ այսպիսով ունենում ենք 25 միավոր։ Իսկ խարիզմայի առումով ես մեքենային կտամ Simple։ Այսպիսով ստանում ենք 25 + 3 միավոր։ Ինչևէ, այսօր այսքանն էի պատրաստել, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, իսկ իմ մոտ հերթի մեջ են շատ հետաքրքիր մեքենաներ, էլեկտրականներ եւ լիքը մազալու բենզինայիններ։ Ու հիշեք, չկա վատ մեքենա, կա անհամապատասխան ընտրություն։ Ձեզ անփորձանք երթևեկություն, առայժմ։